Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների ընթացքին, Հայաստանի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդման միջոցառումներին։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լեհաստան ավարտվել է։ Վարշավայում կայացել են վարչապետի հանդիպումները Լեհ գործընկերոջ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այցի արդյունքում ռազմատեխնիկական գործակցության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել։ Այսօր Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 38-րդ տարելիցն է։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել այս կապակցությամբ։ Բարձրացվել է ֆիզիկական անձանց միջև միանվագ փոխանցումների չհայտարարագրման շեմը։ Կառավարության որոշմամբ հայտարարագրման գործընթացում փոփոխություններ են տեղի ունեցել։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է ստացել սպառողների իրավունքների պաշտպանության եւ դրան հարակից գովազդի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթը։ Ինչ խնդիրներ է առաջարկում լուծել կառավարությունը։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է կառավարության կողմից կենսաթոշակների 10,000 դրամով բարձրացման թեմային եւ տարբեր շրջանակների կողմից հնչող քննադատություններին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որին Անվտանգության խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների ընթացքին, Հայաստանի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին, հակազդման միջոցառումներին, նաև առցանց հարթակներում, այդ թվում սոցիալական ցանցերում երեխաների պաշտպանությանն առնչվող հարցերին։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լեհաստան ավարտվել է, Վարշավայում կայացել են վարչապետի հանդիպումները Լեհ գործընկերոջ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այցի արդյունքում ռազմատեխնիկական գործակցության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել։ Հայաստանի եւ Լեհաստանի միջև ստորագրվել է ռազմատեխնիկական գործակցության վերաբերյալ համաձայնագիր։ Այն հայկական կողմից ստորագրել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, լեհական կողմից Լեհաստանի փոխվարչապետ ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշը։ Կողմերը համաձայնությունը դիտարկում են որպես երկկողմ անվտանգության նորակարգի նոր գործիքակազմ, որը պետք է ամրապնդի պետական ինստիտուտների միջև կապերը եւ բացի պաշտպանական ուղղությունից աջակցի ընդհանուր գործակցության զարգացմանը։ Փաստաթղթի ստորագրմանը նախորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը Լեհաստանի վարչապետի կեցավայրում եւ երկու երկրների ղեկավարների հանդիպումը։ Բանակցություններից ու ռազմատեխնիկական գործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանն ու Դոնալդ Տուսկը հանդես են եկել հայտարարություններով, շեշտելով, որ փաստաթուղթը դիտարկվում է որպես անվտանգության ոլորտում համակարգված գործակցության հիմք։ Համատեղ հայտարարության ընթացքում Լեհաստանի վարչապետը ողջուներով Փաշինյանին հիշեցրել է, որ տարիներ առաջ 1992 թվականին հենց այդ օրն են Լեհաստանն ու Հայաստանը ստորագրել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը։ Նա բարձր գնահատել Հայաստանի վարչապետի դիտարկումը հայ-լեհական հարաբերությունների զարգացման գործում, կարևորել իր եւ Փաշինյանի անձնական, բարեկամական ու ընտանեկան հարաբերությունները։ Տուսկը նաև բարձր է գնահատել Հայաստանի կողմից եվրոպական ուղին ընտրելու եւ ԵՄ-ին անդամակցության գործընթաց մեկնարկելու որոշումը։ Հայ-լեհական հարաբերությունները բարեկամական են, առանց որևէ նախապայմանի։ Ես բարձր եմ գնահատում ձեր ջանքերը աշխարհաքաղաքական բարդ պայմաններում խաղաղության հասնելու ուղղությամբ։ Դա բարդ մեծ աշխատանք պահանջող ճանապարհ է, բայց կարևոր ճանապարհ է, եւ գովելի է, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին, ընտրելով նույն արժեքները։ Լեհաստանի վարչապետը նաև ընդգծել է, որ Եվրամիության ընդլայնման հարցում Լեհաստանը մոտենում է զգուշությամբ, բայց Մենք բաց ենք Եվրամիություն ընդլայնելու հարցում բոլոր այն երկրների համար, որոնք ընտրում են ժողովրդավարությունը, անկախությունը, խաղաղությունը։ Այսօրվա ռազմական անվտանգության գործակցության համաձայնագիրը վստահ եմ օգտակար ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։
Տուսկը նշել է, որ Լեհաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին իր որդեգրած ժողովրդավարական բարեփոխումների Եվրամիության հետ մերձեցման եւ ինստիտուցիոնալ զարգացման գործընթացում։ Նիկոլ Փաշինյանն էլ նկատել է, որ իր համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել Լեհաստանում եւ որ այս այցը ազդարարում է հայ-լեհական հարաբերությունների մի նոր փուլի մեկնարկը։ Հայաստանի վարչապետը նաեւ բարձր է գնահատել Լեհաստանի աջակցությունը մեր երկրին։ Ժողովրդավարական բարեփոխումները շատ բարդ գործընթաց են։ Իրենք իրենց հետ բերում են մարտահրավերներ, իրենք իրենց հետ բերում են կասկածներ, իրենք իրենց հետ բերում են մեղադրանքներ եւ մանավանդ այսօրվա աշխարհում երբեմն ընդունված է կամ նույնիսկ փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե ժողովրդավարական երկիր նշանակում է լինել թույլ երկիր, ժողովրդավարական երկիր նշանակում է ի վիճակի չլինել ապահովել եւ պաշտպանել սեփական անվտանգությունը, եւ ես կարծում եմ, որ Լեհաստանը այդ առումով շատ վառ օրինակ է, թե ինչպես կարող է ժողովրդավարությունը զուգակցվել ուժեղ անվտանգային համակարգի, ուժեղ տնտեսության հետ եւ իհարկե ուժեղ գործընկերության հետ միջազգային ասպարեզում։ Փաշինյանը նաև ընդգծել է, որ Լեհաստանի փորձը որպես ժողովրդավարական երկիր ցույց է տալիս հնարավոր է համադրել ժողովրդավարությունն, անվտանգությունն ու տնտեսական կայունությունը։ Մենք հանդիպում ենք ձեզ որպես Լեհաստանի վարչապետ, բայց Հայաստանը ձեր մասին շատ վառ հիշողություններ ունի եւ շատ բարձր է գնահատում ձեր գործունեությունը Եվրամիության խորհրդի նախագահի պաշտոնում, որովհետեւ Հայաստանը միշտ զգացել է ձեր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին եւ իսկապես նաեւ իմ անձնական փորձը այդ ընթացքում շատ մեծ վստահության պաշար է ստեղծել եւ ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել դրա համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում այցելել է անհայտ զինվորի հուշահամալիր, պատվո պահակախմբի ուղեկցությամբ ծաղկեպսակ դնելով հուշահամալիրի մոտ եւ հարգանքի տուրք մատուցելով։ Արարողության ընթացքում հնչել են Հայաստանի եւ Լեհաստանի պետական նոր ներքերը, տեղի է ունեցել զինվորական քայլերթ։ Այցի քաղաքական հանդիպումների շարքում առանձնացել է նաեւ վարչապետ Փաշինյանի հանդիպումը Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ։ Վերջինս ողջունել է վարչապետի այցը եւ կարեւորել ստորագրված ռազմատեխնիկական համաձայնագիրը, նշելով, որ այն կարող է նորազդակ հաղորդել երկկողմ հարաբերություններին։ Փաշինյանն իր հերթին ընդգծել է Լեհաստանի դերակատարությունը Հայաստան-ԵՄ կապերի խորացման գործընթացում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային նշանակության այլ թեմաների վերաբերյալ։ Այցը շարունակվել է Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայի հետ հանդիպմամբ։ Կողմերը կարևորել են միջխորհրդարանական գործակցության շարունակական զարգացումը, միջազգային հարթակներում գործակցության խորացումը եւ երկկողմ հարաբերությունների օրակարգի հետեւողական առաջմղումը, ընդգծելով նաեւ Հայաստան-ԵՄ գործակցության զարգացման հեռանկարները։ Այս հանդիպմանը եւս քննարկվել են տարածաշրջանային զարգացումներն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Ի դեպ Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին մայիսին հրավիրել է Հայաստան, մասնակցելու Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Այսօր Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 38-րդ տարելիցն է։ 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը տեղի ունեցած ջարդերի նախօրեին կազմվել էին հայերի բնակարանների ցուցակները, անջատվել հեռախոսները։ Քաղաքի միլիցիան ջարդերի օրերին չի գործել։ Ջարդերը դադարել են փետրվարի 29-ի գիշերը, երբ միայն օրեր անց ժամանել են խորհրդային բանակի ստորաբաժանումները։ Ըստ պաշտոնական տվյալների Սումգայիթում տանջամահ է արվել 32 մարդ։ Խոշտանգվել ու ծանր վիրավորվել ավելի քան 200, այլ տվյալներով 400 անձ, սակայն արկա են այլ հիմնավոր փաստեր, որ Սումգայիթում սպանվել է ավելի քան 110 հայ։ Ջարդերի կազմակերպիչը Ադրբեջանի ղեկավարությունը մնացել է անպատիժ, ինչն էլ հանգեցրել է հայերի ջարդերի շարունակության ադրբեջանական այլ քաղաքներում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի տարելիցի կապակցությամբ, ընդգծելով, որ մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է։ 1988 թվականին ադրբեջանական ԽՍՀ ուժերի կազմակերպած Սումգայիթի կոտարածների զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին։ Հիշողությունը միայն անցյալի մասին մտորելը չէ, այն վերահաստատում է մարդու իրավունքները պաշտպանելու, ատելությունն ու ատելության խոսքը բոլոր դրսևորումներով մերժելու, երկարատև խաղաղության համար անստասան աշխատելու մեր համատեղ պատասխանատվությունը։
Կառավարության որոշմամբ հայտարարագրման գործընթացում փոփոխություններ են տեղի ունեցել, բարձրացվել է ֆիզիկական անձանց միջև միանվագ փոխանցումների չհայտարարագրման շեմը։ Աշխատանքային միգրանտների եւ նրանց հարազատների գումարները, որոնք կրկին չեն գերազանցում 1 միլիոն դրամը, նույնպես հայտարարագրման ենթակա չեն եւ չեն հարկվելու։ Հայտարարագրման գործընթացում կառավարության որոշմամբ կատարվել են մի շարք փոփոխություններ սահմանվել չհայտարարագրման ենթակա եկամուտների տեսակները։ Այս որոշման հիման վրա այսուհետև չեն հայտարարագրվելու ոչ առևտրային կազմակերպություններից ստացվող մինչև 1 միլիոն դրամը չգերազանցող գումարները։ Միանվագ գործարքների շեմը չգերազանցելու դեպքում ժառանգության կամ նվիրատվության կարգով ոչ ընտանիքի անդամ հանդիսացող անձանցից ստացվող գումարները։ Կառավարության որոշումը ներկայացրել է ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության եւ հարկային քաղաքականության վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանը։ Վերջինիս հավաստմամբ այս փոփոխությունները պայմանավորված են համակարգի աշխատանքի պարզեցմամբ։ Հիմնական նպատակը համակարգը հնարավորինս պարզեցնելն է եւ ներքաղաքացիների համար հայտարարագրերի ներկայացման գործընթացում ավելի հեշտ համակարգի հետ շփվելն է։ Հայտարարագրման կառուցվածքում իրականացված փոփոխությունները բաղկացած են երկու հավելվածից։ Դրանցից առաջինում սահմանվում են եկամտի տեսակներ, որոնք առանց շեմի հայտարարագրման ենթակա չեն։ Այդպիսի տեսակներից է ստացվող վարկերի գումարները, նշեց բանախոսը, միաժամանակ ընդգծելով, որ ամիսը մի քանի անգամ մինչև 1 միլիոն չգերազանցող միանվագ գործարքները, որոնք չեն հարկվում, չեն հայտարարագրվելու։ Ռիսկերից խուսափելու համար կան օրենքով նախատեսված կարգավորումներ։ Այն դեպքերում, երբ որ հարկային պարտավորություն պետք է առաջանա, իրանք այդ եկամուտները ցանկացած պարագայում հայտարարագրման ենթակա են եւ այդտեղից հաշվարկվելու է հարկեր, վճարվելու է։ Երկրորդ մասով ունենք եկամուտներ, որոնցից հարկային պարտավորություններ չեն առաջանում։ Իրանք չհարկվող եկամուտներ են կոչվում։ Այս կարգավորումները վերաբերվում են այդ չհարկվող եկամուտներին։ Ֆինանսների նախարարության պաշտոնյան մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց նաև, որ այս տարի նույնպես հայտարարագրման գործընթացը սկսվելու է մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է ստացել սպառողների իրավունքների պաշտպանության եւ դրան հարակից գովազդի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթը։ Ըստ այսմ կառավարությունը առաջարկում է լուծել այնպիսի խնդիրներ, որոնք մասնավորապես վերաբերում են սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմաններին, քաղաքացիներին մոլորության մեջ գցող եւ համեմատությունների պարունակող գովազդներին, ապրանքների անհամապատասխանության դեպքում սպառողների իրավական պաշտպանության մեխանիզմներին։ Նախագծի հիմնական զեկուցող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ փոփոխության նպատակը ազգային օրենսդրության մոտարկումն է Եվրամիության համապատասխան օրենսդրությանը, նաև սպառողների իրավունքների իրավական պաշտպանությունը։ Պապոյանը հակադարձել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի այն դիտարկմանը, թե սույն նախաձեռնությամբ պետությունը միջամտում է տնտեսվարողների մասնավոր գործունեությանը։ Քննարկման արդյունքում որոշվել է հանրային լսումներ կազմակերպել շահագրգիռ կողմերի հետ։ Նախագիծը ընդունվել է նաև ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստում։ Սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմանների մասին։ Սա վերաբերյալ հրահանգի մոտարկման դեպքում սպառողների հետ կնքվող պայմանագրերում չեն կարող ներառվել անարդար բնույթի պայմաններ, խոսքը գնում է այնպիսի պայմանների մասին, երբ սպառողը ելնելով իր շահերից չէր ընդունի այդ պայմանը, եթե հնարավորություն ունենար մասնակցելու պայմանագրի պայմանների որոշմանը։ Նախագծով սահմանվում են անարդար բնույթի պայմանների տեսակները, նախատեսելով, որ պայմանագրում որևէ անարդար պայմանի առկայության դեպքում նման պայմանն առ-ոչինչ է։ Օրինակ, սպառողին իրավունք է վերապահվում սպառողի իր պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում պահանջել պայմանագրի գնի համեմատ անհամաչափ բարձր փոխհատուցում։ Հրահանգի մոտարկման արդյունքում սպառողները պաշտպանված կլինեն նրանով, որ իրենց հետ կնքվող միանալու պայմանագրերում վաճառողները կամ ծառայություն մատուցողները չեն կարող ներառել անարդար բնույթի պայմաններ, իսկ ներառելու դեպքում այդպիսի պայմանները առ-ոչինչ են։ Կարգավորումների արդյունքում տնտեսվարողները պետք է բացառեն իրենց կողմից սպառողներին առաջարկվող պայմանագրերում նախատեսել որևէ անարդար պայման։ Կարգավորումները տարածվելու են այն տնտեսվարողների վրա, որոնք առաջարկում են սպառողին կնքել ստանդարտ ձևով սահմանված պայմաններով միանալու պայմանագիր։ Երկրորդ, մոլորության մեջ գցող եւ համեմատություններ պարունակող
գովազդի մասին հրահանգի մոտարկման արդյունքում սահմանվում են մոլորության մեջ գցող գովազդի եւ համատություններ պարունակող գովազդի հասկացությունները, դրան մոլորեցնող լինելու հանգամանքները, համեմատություններ պարունակող գովազդի թույլատրելի դեպքերը։ Մոլորեցնող գովազդի օրինակ։ Մեր դիաբետիկ հաբերն օգնում են նիահարել առանց որևէ ջանքի։ Խմեք օրական 1 հաբ եւ կնիահարեք 10 օրվա մեջ 10 կիլոգրամ։ Առաջին, եթե հաբերը չունեն գիտական ապացուցված ազդեցություն, արտադրողը չի նշում, որ արդյունքը կախված է նաև սննդակամ, արտադրողը չի նշում, որ արդյունքը կախված է նաև սննդակարգից եւ ֆիզիկական ակտիվությունից, ապա բնականաբար նման գովազդը համարվում է մոլորեցնող կամ համեմատություն պարունակող գովազդի օրինակ։ Մեր X ատամի մածուկը մաքրում է ատամները 2 անգամ ավելի լավ, քան մյուսները։ Համեմատում է սովորականի հետ, մյուսների հետ, որ շեշտի իր առավելությունը։ Նման գովազդ տարածելը թույլատրվում է, եթե համեմատությունը հիմնված է ճշգրիտ տվյալների վրա։ Եթե իրոք այդպես է, ապացուցելի է, ապա կարելի է, եթե այդպես չէ, ապա չի կարելի։ Հակառակ դեպքում դիտարկվում է որպես մոլորեցնող գովազդ։ Չնայած նրան, որ գործող օրենսդրությամբ նախատեսված են մոլորեցնող գործողության կամ գովազդի վերաբերյալ որոշակի կարգավորումներ, տվյալ հրահանգի մոտարկման արդյունքում սպառողներն ամբողջովին պաշտպանված կլինեն մոլորեցնող գովազդից։ Կարգավորումների արդյունքում համատություններ պարունակող գովազդի առումով տնտեսվարողները կունենան հնարավորություն որոշակի դեպքերում գովազդում նշել մրցակից տնտեսվարող սուբյեկտին կամ վերջինիս կողմից առաջարկվող ապրանքները կամ ծառայությունները, իսկ մոլորեցնող գովազդի առումով տնտեսվարողները կիմանան այն հանգամանքները, որոնք կարող են հաշվի առնել գովազդի մոլորեցնող լինելու հանգամանքը որոշելիս։ Կարգավորումները տարածվելու են գովազդ տեղաբաշխող եւ տարածվող տնտեսվարողների վրա։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հարցերի հանձնաժողովի նստից հետո ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է կառավարության կողմից կենսաթոշակների 10,000 դրամով բարձրացման թեմային եւ տարբեր շրջանակների կողմից հնչող քննադատություններին, թե այն հավելյալ բեռ է լինելու բյուջեի վրա, որը կարող է երկիրը լրջագույն խնդրի առաջ կանգնեցնել։ Վերջինս անդրադարձել է նաեւ այն դիտարկմանը, թե ինչպես ստացվեց, որ ավելի վաղ ազգային ժողովում վարչապետը խոսել էր կենսաթոշակները բարձրացնելու անհնարինության մասին, իսկ որոշ ժամանակ անց հայտարարել հակառակը։ Պողոսյանի խոսքով պատճառը այն է, որ տվյալ ժամանակահատվածում ամփոփված չի եղել 2025 թվականի տնտեսական աճի ցուցանիշը, որը ուղիղ կապ ունի հարկման բազայի հետ, այսինքն որքան հարկ է կարողանում գեներացնել պետությունը, ինչպիսին է տնտեսական ակտիվությունը։ 2025 թվականի արդյունքների ամփոփմամբ բնականաբար այս հնարավորությունը գտնվել է, ֆիսկալ տարածք է ըստ էության ազատվել, 2026 թվականի համար ընդունված բյուջեում կլինեն համապատասխան փոփոխություններ, բնականաբար ծախսը գնահատված է եւ կայուն կանխատեսելի ֆիսկալ տարածք կա այս հարցը ի օգուտ մեր հարգարժան թոշակառուների լուծելու համար։ Շարունակում ենք թողարկումը, ժամեր առաջ ստացված տեղեկությունների համաձայն Աֆղանստանը հարվածել է Պակիստանի ռազմական կենտրոնի եւ միջուկային օբյեկտի, կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Լուրը պաշտոնապես դեռևս չի հաստատվել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել նաեւ, որ Պակիստանը ավիահարված է հասցրել Քաբուլին։ Աֆղանստանի գերագույն առաջնորդի խոսնակը հայտարարել է, որ Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Քաբուլի, Ղանդահարի եւ Պակտիայի մի քանի շրջանների։ Պակիստանի պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, որ թալիբները Աֆղանստանը վերածել են հնդկական գաղութի եւ որ բաց պատերազմ է ընթանում։ Պակիստանը պնդել է, որ ոչնչացրել է թալիբների ուժերին պատկանող խոշոր զինամթերքի պահեստներ եւ տասնյակ ռազմական մեքենաներ։ Պակիստանի վարչապետ Մոշարաֆ Զայդին, որը Պակիստանի վարչապետի միջազգային լրատվամիջոցների հետ կապերի խոսնակն է, հայտարարել է, որ Պակիստանի եւ Աֆղանստանի միջև հակամարտության հետևանքով սպանվել է 133 թալիբ եւ վիրավորվել ավելի քան 200 մարդ։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը որոշել է անվտանգության նկատառումներից ելնելով դուրս բերել Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակիցների մի մասին եւ նրանց ընտանիքի անդամներին։ Միացյալ Նահանգների իշխանությունները խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին ահաբեկության եւ քաղաքացիական անկարգությունների վտանգի պատճառով դիտարկել Իսրայելից հեռանալու հնարավորությունը, քանի դեռ առկա են կոմերցիոն չվերթներ։ Գերատեսչությունը նաեւ խորհուրդ է տալիս վերանայել դեպի Իսրայել եւ արևմտյան ափ մեկնումները ահաբեկության եւ քաղաքացիական անհանգստության
անհանգստության պատճառով, նաև չմեկնել Գազայի հատված, Իսրայելի հյուսիս և Եգիպտոսի հետ սահմանի մի հատված։ Երկրաշարժը տեղի ունեցել Ադրբեջանում Բաքվից 120 կիլոմետր հեռավորության վրա։ 4.7 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Շամախիի շրջանում 15:52-ին։ Տեղական ժամանակով ժամը 16:05-ին գրանցվել է հետցնցում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ այս պահին դեռևս չկան։ Միջազգային և տարածաշրջանային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Իրանը մերժել է Միացյալ Նահանգների բոլոր պահանջները Ժնևի բանակցություններում, մասնավորապես մերժել է իր ուրանի պաշարները արտասահման տեղափոխելու գաղափարը։ Թեհրանը նաև դեմ է արտահայտվել հարստացման դադարեցմանը, իր միջուկային օբյեկտների ապամոնտաժմանը և իր միջուկային ծրագրի զարգացման վրա անորոշ ժամանակով սահմանափակումներ սահմանելուն։ Միևնույն ժամանակ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին բանակցություններից հետո հայտնել է, որ երկու երկրների պատվիրակությունները նշանակալի առաջընթաց են գրանցել հինգշաբթի Ժնևում կայացած խորհրդակցությունների ժամանակ և սկսել են բովանդակային քննարկումներ ապագա միջուկային համաձայնագրի տարրերի վերաբերյալ։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Քուփերը Թրամփին է ներկայացրել Իրանի դեմ ռազմական ուժի հնարավոր կիրառման վերաբերյալ առաջարկներ։ Կենտրոնական հրամանատարության գործառնական պատասխանատվության ոլորտը հիմնականում ներառում է Մերձավոր Արևելքը։ Հունվարին Սպիտակ տունը զգուշացրել էր, որ պատրաստ է ուժ կիրառել, եթե Թեհրանը չնստի բանակցությունների սեղանի շուրջ եւ չհասնի արդար համաձայնագրի, որը կներառի միջուկային զենքի լիակատար վերացումը։ Իրան իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենք միջուկային ռումբ մշակելու մտադրություն չունեն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կհրաժարվի աջակցել Մեծ Բրիտանիայի և Մավրիկոսի միջև կնքված համաձայնագրին, որը նախատեսում է Հնդկական օվկիանոսում գտնվող Չագոս արշիպելագի նկատմամբ ինքնիշխանության փոխանցում Մեծ Բրիտանիային, եթե Լոնդոնը թույլ չտա Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերին օգտագործել այնտեղի բազան Իրանի դեմ հնարավոր հարվածների համար։ Հաղորդվում է, որ բրիտանական իշխանությունները հրաժարվում են նման թույլտվություն տրամադրել, մտահոգություններ ունենալով, որ Միացյալ Նահանգների կողմից Իրանին հարվածելը կհամարվի միջազգային իրավունքի խախտում։ Միացյալ Նահանգների կողմից կանաչ լույսի բացակայության դեպքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ստիպված կլինի որոշել վավերացնել համաձայնագիրը չնայած Միացյալ Նահանգների դիրքորոշմանը, թե հրաժարվել դրանից սպառնալով Մավրիկոսից միլիարդավոր դոլարների դատական հայց ներկայացնել։ Վաշինգտոնի վարչակազմը կնախընտրեր Իրանի միջուկային ծրագրի դիվանագիտական լուծում գտնել, հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Անդրադառնալով Միացյալ Նահանգների կողմից Մերձավոր Արևելքում նախկինում իրականացված լայնածավալ ռազմական գործողություններին, Վենսը նշել է Վաշինգտոնի վարչակազմը չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կանեն եւ կասեն իրանցիները։ Վենեսուելայի նախագահի լիազոր ներկայացուցիչ Դելսի Ռոդրիգեսը դիմել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, խնդրելով վերացնել երկրի դեմ սահմանված պատժամիջոցները եւ շրջափակումը, քանի որ Միացյալ Նահանգների նախագահն իրեն հռչակել է Վենեսուելայի բարեկամ եւ գործընկեր։ Պակիստանը հայտնել է սահմանային մարտերի ժամանակ 72 աղվան զինվորների մահվան եւ 120 վիրավորի մասին։ Հաղորդվում է, որ Պակիստանի բանակը ոչնչացրել է 16 աղվանական սահմանային դիրք եւ գրավել եւս 7-ը։ Վնասվել է նաեւ 36 աղվանական մեքենա, այդ թվում տանկեր, հրետանի եւ զրահափոխադրիչներ։ Եվ թողարկման վերջում հայտնենք, որ բքի պատճառով Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի մի մասը։ Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը տեղեկացրել է, որ արգելված է տրանսպորտի բոլոր տեսակների երթևեկությունը Փարավանի լեռնանցքով։ Հայաստանի պետեկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է ճանապարհների անանցանելիության պատճառով։ Խնդիրներից խուսափելու համար ՊԿ տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորել է երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն եւ Գոգավան մաքսային անցման կետով։ Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյանց լեռնանցքը Աշոտ-Բավրա ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ճանապարհահատվածը եւս փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, ցտեսություն։